վերջի բաժինը հայտարարությունների եւ վերջում միասին միաբանվելու ենք, աղոթենք մեր կարիքների օգսերի համար։ Հիշեցնեմ, որ ամեն կիրակի ժամը 12:00-ին հավաքվում ենք քաղաք Էջմիածնում, Տիրոջը պաշտելու, երկրպագելու Տերյան 900 հասցեում։ Չորեքշաբթի օրերին քաղաք Երևան, Շերամի 88 հասցեում։ Իդեպ ասեմ, որ մյուս չորեքշաբթի օրը կունենանք այստեղ աղոթքի երկրպագության օր եւ հաջորդող չորեքշաբթին չենք ունենա ծառայություն եւ մյուս չորեքշաբթի օրվանից արդեն կշարունակենք նույն ժամին, նույն տեղում ծառայությունները։ Ուրբաթ օրը հորդորս է երիտասարդներին Տերյան 900 հասցեում քաղաք Էջմիածնում 18:30-ին մասնակցելու երիտասարդական ժողովներին եւ Գյումրիում շաբաթ օրը ամեն շաբաթ 12:00-ին Խորենացի 25:2 հասցեում հավաքվում ենք Տիրոջը երկրպագելու եւ Տիրոջը պաշտելու։ Սիրելի քույրերս, եղբայրներս, համոզված եմ այստեղ ներկա գտնվողներս յուրաքանչյուրս էլ կարիքներ ունենք, հոգսեր ունենք, մտածմունքներ ունենք, անգամ մարմնավոր հիվանդություն, տկարություն ունենք մարմնի եւ Տերը այսօր այստեղ ներկա է եւ նաեւ մեզ հնարավորություն է տալիս իր սուրբ ներկայության մեջ իր արժեվ բերելու այն ամեն կարիքը, այն ամեն անհանգստացնող մտքերը, հարցերը, որոնք հարցեր են մեզ համար եւ կարիք ունեն Տիրոջ կողմից լուծում ստանալու, Տերը այդ հնարավորությունը մեզ տալիս է այսօր իր արժեվ բերելու եւ գիտեք ուզում եմ այս հարցը տամ, հավատում ենք, որ Քրիստոս ամենակարող Աստված է, ամեն, Տեր Հիսուսն ասում էր հավատացողի համար ամեն բան հնարավոր է, հավատացողի համար ամեն բան հնարավոր է, քանի որ մենք հավատում ենք ամենակարող Աստծո զորությանը, որովհետև մենք հավատում ենք Աստծո անխարդախ որպես կաթ խոսքին, մենք հավատում ենք Քրիստոս խոսքի ամուր ժայռ լինելուն, մենք հավատում ենք, որ Աստված այս խոստումը տվեց, որ եթե նրանք, ով հավատացին Քրիստոսի անվանը, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու եւ մենք այստեղ հավաքվածներս հավատում ենք Քրիստոսի անվանը եւ յուրաքանչյուրիս այդ իշխանությունը տվեց, որ իր դուստրը համարվենք, իր որդին համարվենք եւ այդ իշխանությունը տրվեց մեզ, որ ավելիով հավատանք, որ ավելիով մոտենանք մեր հորը եւ հավատացողի համար սիրելի քույրես, եղբայրս, Տեր Հիսուսն ասում է ամեն բան հնարավոր է։ Այս խոսքերն եմ ուզում կարդալ ինձ եւ քեզ համար, որովհետեւ եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Իրականում Պողոս առաքյալը հռոմեացիների թղթում այս խոսքերը գրելուց նկատի ուներ հավիտենական փրկությունը, բայց գիտեք Տեր Հիսուսը միայն հավիտենական փրկությունը չէ, որ տալիս է մեզ, այլ նաև այս ժամանակավոր կյանքում շատ եւ շատ բաներից փրկում է ինձ եւ քեզ, շատ եւ շատ բաներից ազատում է ինձ եւ քեզ։ Եվ Տերն ասում էր ճշմարտությունը ազատ կանի, ճշմարտությունը ազատ կանի ինձ եւ քեզ եւ Քրիստոսն է այդ ճշմարտությունը, որ ազատ է անում ինձ եւ քեզ։ Եվ այսօր էլ կյանքումդ եկած այն խնդիրները, այն կապվածությունը, այն կախվածությունը, այն հիվանդությունը, որ կա քո կյանքում, սիրելի քույրս, եղբայրս, Քրիստոսի ճշմարտության խոսքը այսօր ուզում է ազատ անել քեզ։ Միայն թե հավատաս, հավատացողի համար ամեն բան հնարավոր է։ Ամեն։ Եկեք միաբանվենք եւ աղոթենք։ Հայր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված, շնորհակալ ենք ամեն բանի համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ մեզ հնարավորություն ես տալիս քո առջևդ երևալու, Տեր, եւ քո սուրբ ներկայությունովդ այստեղ ներկա ես քո խոստման համաձայն, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ արտոնել ես, Տեր իմ Աստված, քո տանդ մեջ լինել, Տեր։ Տեր, ամենն ենք բերում քո առջևդ, Տեր, եւ հավատում ենք, Տեր, որ դու ամենակարող Աստված ես, որ քո համար անհնարին ոչինչ չկա, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քո անսահման սիրո համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ ներող, գթառատ Աստված ես, Տեր,
որ ողորմած Աստված ես, Տեր իմ Աստված, շնորհակալ ենք, որ դու ես մեր Տերը, դու ես մեր Փրկիչը, դու ես մեր Հայրը։ Եվ շնորհակալ ենք, Տեր իմ Աստված, որ այո, մեղավոր ենք, խավարի մեջ ենք, բայց մեծ գնով, մեծ զոհով մեզ հանեցիր խավարից, հանեցիր ճահճից եւ քոնը դարձրեցիր անգամ քեզ զավակներ համարելու իրավունք տվեցիր։ Եվ քոնն ենք, Տեր, քո ժողովուրդն ենք եւ քո արչեվդ ենք եկել, Տեր իմ Աստված, քո արչեվդ ենք եկել, Տեր, մեր հույսը քեզ վրա դնելով, Տեր, մեր ակնկալիքը, մեր սպասելիքը քեզանից է, Տեր իմ Աստված։ Եվ խնդրում ենք, Տեր իմ Աստված, խնդրում եմ այստեղ գտնվողներին եւ նաեւ այն մարդկանց, ովքեր հետագայում կամ հիմա հետևում են մեզ առցանց, Տեր, դու գիտես յուրաքանչյուրիս կարիքը, դու գիտես յուրաքանչյուրիս հոգսը, Տեր իմ Հիսուս, դու գիտես այն հիվանդությունները, որ կան, մարմնավոր տկարությունները, որ կան, Տեր, մենք այո մեր շուրթերով դավանում ենք, որ դու ամենակարող Աստված ես եւ մեր սրտով հավատում ենք, Տեր, որ քեզ համար անհնարին ոչինչ չկա, Տեր։ Եվ ամենն ենք բերում քո առջևդ եւ ասում ենք, Տեր, թող քո կամքը լինի, Տեր։ Թող քո կամքը լինի ամեն բանում, Տեր իմ Աստված։ Մեր կյանքերն ենք բերում քո առջևդ, Տեր։ Եվ այո ասում ենք, Տեր, արա այն ինչ որ ուզում ես, Տեր իմ Աստված։ Եթե այսօր է բժշկության օրը, Տեր, մենք հավատում ենք, որ դու այսօր բժշկող Աստված ես։ Մենք հավատում ենք, որ դու այսօր ազատագրող Աստված ես։ Մենք հավատում ենք, որ դու այսօր կույրին տեսողություն տվող Աստված ես։ Եվ ամենն ենք բերում քո կամքի առջևդ, քո գահի առջևդ ենք խոնարհվում, Տեր իմ Աստված։ Ողջ փառքը թող քեզ լինի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։